Անիծված կամուրջը։ Ահա այսպես են մարդիկ կոչում Ամերիկայի եւ Մեքսիկոյի անմիջապես սահմանին գտնվող աշխարհի ամենամեծ փայտե կամուրջը, որը այսօր ես ու Ռաֆոն միասին այցելելու ենք։ Մինչ լքված կամուրջին հասնելը մենք պետք է հեծանիվներով եւ ոտքով անցնենք 28 կիլոմետր ճանապարհ գնացքի գծերի վրայով, որը մեզ տանելու է 18 լքված թունելների միջով, շատ ու շատ փոքր փայտե կամուրջների վրայով եւ անանցանելի ու նեղ կիրճերով։ Այս ճանապարհն այնքան վտանգավոր ու անթույլատրելի է, որ մինչև կամուրջին հասնելը գրանցվել են մի շարք մահվան դեպքեր։ Մի խոսքով, այսօր մենք մեր կյանքը դնելու ենք վտանգի տակ հանուն թեժ կոնտենտի։ Փայտե կամուրջն ամբողջովին կառուցվել է մարդու ձեռքերով 1932-ից 1933 թվականներին։ Եվ այո, դուք ճիշտ լսեցիք, այն աշխարհում համարվում է ամենամեծ փայտե կամուրջը, որը ցավոք սրտի արդեն լքված է։ Բայց մինչ լքվելը կամուրջի վրայով անցնում էր գնացք։ Կամուրջի երկարությունը 228 մետր է, ավելի լավ պատկերացնելու համար գրեթե 2.5 ֆուտբոլի դաշտի չափ, իսկ բարձրությունը 180 մետր։ Հատուկ այս վիդեոյի համար տուն մեքենան կրկին վերադառնում է եւ այո, հենց տուն մեքենայով այսօր միասին Լոս Անջելեսից շարժվելու ենք դեպի Մեքսիկոյի սահման։ Այնտեղ գիշերը քնելու ենք տուն մեքենայի մեջ եւ վաղ առավոտյան սկսենք մեր բարդ ճանապարհը դեպի աշխարհի ամենամեծ փայտե կամուրջը։ Ժամանակն է ճանապարհ ընկնելու։ Գնացինք։ Ուղիղ 4 ժամ ճանապարհ ունենք գնալու, դրա համար արդեն պետքա շարժվենք։ Գնացինք։ Այժմ գնում ենք հատուկ լեռնային հեծանիվներ վերցնելու, քանի որ մինչև փայտե մոստին հասնելը 28 կիլոմետր ճանապարհ ունենք գնալու, դա ոտքով ուղղակի անհնար կլինի։ Ուղիղ 3 ժամ ճանապարհ գալուց հետո մենք հասանք այն վայրը, որտեղից պետքա հեծանիվները վերցնենք։ Սա էլ մեր հեծանիվները, մեր բախտը բերեց, որ հեծանիվները ծալովի է, այսինքն կդնենք ստեղ ու կշարունակենք ճանապարհը։ Մեր բախտը չբերեց, դրա համար հեծանիվները մեր հետ պետքա նստեն։ Պետքա հասկանանք sense ոնց ենք ճամփա գնալու։ Բայց դե ուրիշ տարբերակ չունենք, առանց հեծանիվների անհնար կլինի փայտե կամուրջին հասնելը։ Ուղիղ 1.5 ժամ եւ կհասնենք այն վայրը, որտեղ էլ քնելու ենք գիշերը եւ առավոտը նոր սկսենք հեծանիվներով ճանապարհ գնալ։ Րոպեները անցնում էին եւ մենք քիչ-քիչ մոտենում էինք Մեքսիկոյի եւ Ամերիկայի սահմանին, որտեղ էլ գտնվում է լքված 28 կիլոմետր երկարության գնացքի գիծը, որն էլ անցնելով հասնելու ենք աշխարհի ամենամեծ փայտե կամուրջին։ Ինչքան մոտենում ենք Մեքսիկոյի սահմանին, լարվածությունս էլ ավելի էր շատանում, քանի որ չեք էր կարող պատկերացնել, թե քանի տարի է ինչ հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստվում է այս վիդեոյի նկարահանմանը։ Գիշերվա ժամը 9-ը մենք արդեն հասանք, բայց շատ սոված ենք։ Գնանք հաց ուտելու, արդեն քնենք, քանի որ վաղը առավոտյան շատ կարևոր օր է։ Այստեղ ունենք հատուկ պասային ոսպով լահմաջո, Ռաֆոն սարքում է ոսպով բրնձով փլավ, այս ինչ սոված ենք, մեզ բարի ախորժեք։ Փակում ենք մեր սեղանը եւ այն դառնում է մահճակալ։ Զզվում եմ մահճակալ սարքելու process-ից։ Գնացի քնելու, կհանդիպենք առավոտյան։ Բարի լույս, վերջապես այս օրը եկավ։ Գնում ենք աշխարհի ամենամեծ փայտե կամուրջին հասնելու։ 28 կիլոմետր ճանապարհ պետք է գնանք, պատկերացնում եք։ Դե ինչ, մենք դուրս եկանք, տրամադրությունը ուղղակի հիանալի է, այսպես խոտերի միջով մտնում ենք ճանապարհի մեջ։ Չեք պատկերացնի հիմա ինչ ցուրտ է, բայց դա առավոտ շուտ սկսելը ամենաճիշտ գաղափարն էր, քանի որ ավելավա ցրտին քշենք, բայց Արա, հե, հերախոսդ գցիր։ Ինչ? Հերախոսդ գցիր։ Հերախոսը սնգավ։ Հա։ Լավա տեսա, ինչ էինք անելու։ Արաջող մեզ գնայինք ու հասենք վերջում տենանք, որ չկա հերախոսս, մերսի, Ռաֆոս։ Գնացինք։ Փաստորեն միշտ չի, որ կարողանալու ենք քշել, պետք է մեկ-մեկ իջնենք հեծանիվի վրայից եւ հեծանիվը հրելով այսպես գնանք ճանապարհ։ Ճանապարհին 18 լքված թունել կա ու այդ թունելների միջով պետք է գնանք, որ հասնենք աշխարհի ամենամեծ փայտե կամուրջին, որի վրայով ժամանակին գնացք է անցել։ Արդեն առաջին փոքրիկ մոստի վրա ենք։ Թվով երկրորդ գերեզմանն ենք արդեն տեսնում ճանապարհին, շատ տարօրինակ է այս ամեն ինչը։ Ինչի է ճանապարհի կողքերում այսքան շատ գերեզմաններ։ 28 կիլոմետր ճանապարհ ունենք գնալու, դրա համար էլ պետքա փորձենք չշեղվել ճանապարհից ու ուղղակի շարժվենք առաջ։ Այո, իսկապես շատ տարօրինակ էր ճանապարհի կողքին գտնվող գերեզմանները։ Ես դրա մասին իմացա մի քանի օր անց, բայց բանից պարզվում է, որ այս ճանապարհը անցնելուց շատ ու շատ մարդիկ են իրենց կյանքը կորցրել վտանգավոր եւ չափազանց նեղ ճանապարհի պատճառով։ Մոստի հասանք ինչ որ օրա, առաջին փոքր մոստի վրայով ենք անցնում, լսել եմ ճանապարհին շատ են լինելու նման մոստերը ու հայտերը բավականին հին են։ Դրա համար
շատ զգուշ պետքա ոտքերը դնենք, որ հանկարծ չսայթակենք ու չընկնենք։ Ես ինչ մեծ անցքեր է, զգուշ Ռաֆ։ Զգուշ Ռաֆ, զգուշ։ Վերջապես ազատ ճանապարհ գնացինք։ Իրանի միշտ sense ազատ լինի ճանապարհը։ Օրյո, լքված գնացք։ Այս ինչ սիրուն է, Աստված իմ։ Լուրի մասում հավատես չի գալի, որ Ռաֆ մենք հենց նոր սա գտանք։ Գնանք տեսնենք, թե ինչ է կատարվում լքված գնացքների մեջ։ Այս ինչ տեսք ունի ներսը, Աստված։ Թզեց։ Այս ինչ է, Աստված իմ։ Պատկերացնում եք, սա ժամանակին գործել է ու հիմա ուղղակի լքված է այստեղ։ Այս ինչ սարսափելի տեսք ունի։ Գիտեք ամենասարսափելի փաստը որն է այս ամեն ինչի, որ մենք գտնվում ենք Մեքսիկոյի եւ Ամերիկայի հենց սահմանի վրա։ Եթե միամիտ ճանապարհից շեղվեցինք, կարող է հայտնվենք Մեքսիկոյում ու մենք էլ չիմանանք, որ Մեքսիկոյում ենք։ Ախ մատերից վրա։ Դուք ուղղակի չեք պատկերացնի, պետք է իմ փոխարեն ստեղ լինեք, որ զգաք հիմա ես ինչ եմ զգում, որ պատկերացնում եմ ժամանակին ես գնացքը գործել է ու մարդիկ ճանապարհ են գնացել այս գնացքով, ուղղակի այդ փաստը սարսափելի է։ Ոնց կարա մի բանը երկար ժամանակ գործելուց հետո ուղղակի դադարի գործել ու նման տեսքի արժանանա։ Երկրորդ հարկում նստարանները սենց մի տեղանի է, իսկ այս կողմի վրա մարդիկ իրենց ճամպրուկներն են դրել, ինչպես կարող եք տեսնել։ Ինչ կարծիք ես այս ամեն ինչի մասին։ Ռետորնից որ մտել ես դու մետրո։ Դուրս գարի։ Որ դուրս եկան գնացքից ու հենց կողքին էլի է գնացք գտնվում։ Օրը խնդրում եմ մի հատ էս նկարը նայի։ Ինչ սարսափելի տեսք ունի։ Ուզել եմ փուճուր բալիկ նկարը, բայց որ վախենալու բան է ստացվել։ Խնդրեմ, բայց այս մեկը ավելի մեծ է ու ավելի երկար է։ Ինչպես կարող եք տեսնել, ընդհանրապես հեռախոսս կապ չունի եւ դա շատ վատ է ու հանկարծ եթե մեզ մի բան եղավ ստեղ, չգիտեմ ով է մեզ օգնության հասնելու ու ոնց են իմանալու, որ մենք վտանգի մեջ ենք։ Դրա համար սա շատ կարևոր ազդակ է, որ բավականին զգուշ պետքա լինենք ճանապարհին։ Արդեն ժամանակն է գնացքների հատվածից շարժվելու առաջ, գնանք այդ հեծանիվների մոտ ու շարունակենք ճանապարհը։ Գնացինք, շատ հավես է, բայց շատ վախենալու, համեմատաբար, որտեղ sense դիքերի վրա են քշում ու ամեն հեծանիվը կարա այսենց պրոստը շուռ գա։ Արա հասանք էլի մոստի։ Վաու, այս մեկը արդեն մեծ է։ Այն գնացքների հատվածից շարժվեցինք, եկանք եւ մեր առջև գտնվում է հաջորդ փայտե մոստը։ Այս փոքր մոստերը մտապահեք, որ հասնենք աշխարհի ամենամեծ փայտե մոստին։ Դուք զգաք, թե ինչքան ահռելի է տարբերությունը։ Պետքա փորձենք ապահով անցնել այստեղից։ Գնացինք։ Էս ինչ բարդ է։ Զգուշ Ռաֆ։ Տենաս վերջի անգամ երբ հաստեղով գնաց կանցը 2000-ականներին որ եղավ փոթորիկը, սկսեց արդեն չգործել այս տարածքը, քանի որ թունելների մեծամասնությունը ուղղակի փլվեց։ Աստված իմ, էս ինչ բարձր ենք։ Արած տես գուշ, ահա որ մեծ փոսեր է։ Այն կարգի հին ափետերը, որ հանկարծ մի հատ փտած փայտի վրա ոտքս դնեմ, շատ հանգիստ հնարավոր է ջարդվի։ Անցանք։ Հավես է, չէ։ Համ հավես է, համ վտանգավոր։ Ասում է երկու երնեք միտեղ չի լինում։ Զգուշ, տորմոս։ Քարեր։ Ստել տորմոս, դուր ստայ քարկա։ Զգուշ, որ պատկերացնում եմ։ Արա առաջին թունելը։ Ինչ։ Թունելը։ Արա առաջին թունելը։ Բայց փակ է ոնց որ։ Լուրջ փակ է։ Հա։ Հələ գնա կարողանանք մտնենք։ Արա բայց շատ վախենալու է։ Աստված իմ, մենք օֆիցիալ առաջին լքված թունելի առջև ենք գտնվում։ Դրան գրված է, որ անձնական տարածք է ու չի կարելի մտնել ներս։ Խնդրում եմ առաջին թունելի երկարությունը մի հատ նայեք։ Պետք է մի հատ հասկանանք ոնց են գնում։ Ես ճանապարհը լավ ուսումնասիրել եմ, բայց չգիտեի, որ առաջինը այս փակ թունելն է լինելու։ Հիմա պետք է հասկանանք ինչ ենք անում։ Ստեղով չենք կարող հաստատ մտնենք, պետք է սարը ինձ թվում է շրջանցենք, բարձրանանք վերևով ու գնանք սարի վրայով։ Օպրես իմ խելացի։ Ես իրոք շատ եմ գնահատում քո ուղեղը։ Գիտես Ռաֆս, մեր համար որ չկորենք, որ չմեռնենք։ Ուսուսի որ տանք, սարեր շուռ կտանք։ Մի ձեռքով, երկու ծմերուկ չես բռնի։ Ռաֆս գիտես, բա ինչի համար ենք ստեղ։ Մեկս մյուսով, Ռաֆս, մեկս մյուսով։ Գնում ենք սարը շրջանցելու։ Մենք փակ թունելից այսպես քայլելով եկանք։ Սա գնացքի գիծն է եւ մենք պետքա շեղվենք ճանապարհից ստիպված ու այս սարը հեծայմներով բարձրանանք, որ շրջանցենք այդ փակ թունելը։ Ուրիշ տարբերակ չունենք։ Գնացինք։ Սա շատ չպլանավորված է, որ առաջին թունելը պետքա փակ լինի։ Ու ճանապարհը ավելի է բարձրանում, քանի որ հեծանիվներով ենք անցնում։ Հիմա կոկորդիլոս գա ինչ ենք ասելու։ Կոկորդիլոս չգիտեմ, բայց տարածքում ահա որ շատ են շակալներն ու գայլերը։ Զգոնա պետք լինել։ Հեծանիվները պետք է թողենք։ Եթե այնտեղ ճամփա չկա, խենք տանում։ Գիտեմ շատ դժվար է հիմա հեծանիվները քաշ տալը, բայց պետք է հաստատ։
Աստված իմ, այս ինչ սիրուն է։ Մոտավորապես 20 րոպե այս սարն ենք փորձում շրջանցել ու խնդրում ստեղ նայեք, թե ինչ սիրուն տեսարան մեր առջև բացվեց։ Ուղղակի հրաշք։ Շարունակում ենք ճանապարհը։ Ոնց որ հետներս եւս մի հատ մարդ ավելացած լինի։ Լրիվ երեխեքս են։ Համ մտածում ենք մեր մասին, համ մտածում ենք հեծանիվները ապահով հասցնելու մասին։ Մի խոսքով անջատում եմ տեսախցիկը ու այս բարդ ճանապարհը անցնենք։ Մի փոքր ուշ կմիանամ։ Ռավ, շնորհավորում եմ մեզ, մենք արդեն ճանապարհի վրա ենք էլի, ահա գնացքի գծերը, մենք էլի կարանք շենք հեծանիվ, արա հավատս չի գալիս։ Խնդրում եմ մի հատ այս տեսարանը նայեք, մեր անմիջապես կողքին ձորն է ու այս ձորի բերանով այսպես քշում ենք։ Ու իսկապես այս ամենը անում ենք հանուն կոնտենտի, հանուն լավ վիդեոյի, այնպես որ ձեզանից ընդհանրապես մի բան եմ խնդրում, փոքրացրեք վիդեոն ու հենց հիմա միացեք ալիքին բաժանորդագրվելու նշանը սեղմելով, որպեսզի այլևս բաց չթողնեք հետագա պայթեցնող վիդեոները։ Նաև ժողովուրդ 1 միլիոնին բան չի մնացել, մենք միասին ռեկորդ ենք շուտով սահմանում եւ դառնում ենք առաջին անհատական հայկական YouTube-յան ալիքը, որ կլինենք 1 միլիոն։ Օրոյս, ինչ վտանգավոր է։ Զգուշ քշի, ձորի բերան ենք։ Ստոպ։ Այստեղ արդեն պետքա հեծանիվները ձեռքով քաշտանք։ Արևը դեռ դուրս չի եկել ու դա մեզ փրկում է ուղակի։ Ես պատկերացնում եմ հիմա շոկ լիներ, ինչ ահավոր էր լինելու այս ճանապարհը անցնելը։ Աստված իմ, մենք արդեն մոստի վրա ենք, շատ զգուշ Ռաֆ, շատ։ Կողքնայի, որես ինչ է, զգուշ, շատ զգուշ։ Ոտքդ մի քիչ սխալ դնես, ուղակի կընկնես։ Զգուշ, կատակներ անելու վաղտը չի, մի արա, մի արա։ Ապուշես դու արա, մի արա։ Ռաֆ մի արա, լուրջ մի արա։ Արա բալետ պարելու տեղ ես գտել, լուրջ մի արա, Ռաֆ։ Սա պարչի, հա, սա ուղղակի տաքացում է դասական։ Հələ խնդրում եմ ինչ ձորի բերան ենք, մի։ Արա կատակներ անելու վաղտը չի։ Ժամանակն է մոստի վրայից շարժվել առաջ, շատ զգուշ պետքա գնանք, օրա խնդրում եմ մի հատ կոտրված փայտերը։ Օրա սիրտս գցում է, ահա որ էս ինչ է։ Այս մոստի վրայով ենք հենց նոր անցնում, Ռաֆոն դեռ անցնում է, շատ զգուշ, մի հատ աննշան վրիպում ու կարող ենք ընկնել այնտեղ։ Փայտը շատ հին է։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք առաջին թունելը մտնելու։ Էլի ձորի բերանն ենք։ Ճանապարհը գնալով ավելի է վտանգավոր դառնում։ Մենք հասանք եւս մի հատ մոստի մոտ։ Չէ։ Չքշենք, չէ։ Էս ինչ սարսափելի է։ Գլուխս լուրջ եմ ասում, պտտվում ամեն անգամ, որ նայում եմ ոտքերիս տակ ու զգում եմ, թե ինչ բարձր ենք։ Թվով երրորդ մոստն ենք անցնում ու պատկերացնում ես, Ռաֆ, այս մոստը փայտից է ամբողջությամբ։ Հասանք եւս մի հատ փոքր մոստի ու դեռ ճանապարհի կեսին ենք անցել, ժողովուրդ պատկերացնում եք 28 կիլոմետր։ Ստեղ ջարդված է, զգուշ արի։ Ճանապարհը ավարտվում է եւ կրկին փոքր կամուրջ։ Հեռվում երևում է առաջին թունելը։ Հավատս չի գալիս, մենք առաջին բաց թունելի առջև ենք ու հիմա Ռաֆ, պատրաստ ես, մտնում ենք թունել։ Ու սենց 18 թունել կա ստեղ լքված, 18 պատկերացնում ես։ Պես ինչ միստիկ տեսք ունի։ Պես ինչ վախենալի Աստված իմ։ Ես որ պատկերացնում եմ մենք հիմա ուր ենք, ու որ պատկերացնում եմ կապ չունենք հեռախոսի, մի բան լինի մեր հետ, մտածում եմ ով է հասնելու մեր հետևից, չնայած առաջարկում եմ վատ բաների մասին չմտածենք ու ուղղակի շարունակենք ճանապարհը։ Դուք ուղղակի այս թունելների բարձրությունը չեք պատկերացնում, սարսափելի հսկայական է։ Հատուկ գնացքների համար է սարքած։ Հենց հայկինգի կոշի գնայի։ Օրո, մարդու հետք։ Ուրախանում եմ սենց բաներ տենալուց լուրջ եմ ասում։ Հերվում գնացք եմ տեսնում, Ռաֆ, էլի լքված գնացք։ Գծերի վրա է, հա։ Հա, դզեց։ Թողում ենք, ստեղ էլ չենք կարող քշենք հաստատ։ Համաձայն եմ։ Всё, ժողովուրդ, մենք որոշում կայացրեցինք, որ հեծանիվները թողնում ենք ստեղ, քանի որ իսկապես անհնար է հեծանիվներով ճանապարհը շարունակել։ Մի հատ անզգուշ շարժ ու կընկնենք ձորը։ Դրա համար ստիպված ենք թողնել ստեղ եւ ոտքով շարունակել։ Այս պատի հետևը որոշեցինք թողնենք, կարծում եմ լավ որոշում է։ Օրա լավ է, շատ անսովոր է առանց հեծանիվ։ Գնալով սկսում է շոկել։ Լավ է 3 լիտր ջուր ենք հետներս վերցրել, թե չանհնար կլիներ։ Այս մեկը հեչ լավ վիճակում չի։ Մտնենք։ Օպա, օրա
վառվել է։ Այ քո բաժարը անգած։ Հրավ խնդրում եմ մի հատ ներսը նայ։ Դրանց խիա վառվել։ Վառել եմ իստում։ Տարածքում անտանելի շոկ է լինում։ Ամռանը ջերմաստիճանը այստեղ հասնում է մինչև 50 աստիճանի։ Այդ վատ եղանակի պլյուս փոթորիկների պատճառով էլ այս տարածքը գնացքի ռելսերն ու գնացքները լքված են։ Ինչ շարունակում ենք ճանապարհը, ցանկանում եմ ձեզ պատմել այս տարածքի ու այս բարդ անցանելի ճանապարհի պատմությունը։ 1907 թվականն էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ պետք է կառուցի այս բարդ երկաթուղին։ 1907 թվականին սկսվեց ողջ կառուցման գործընթացը, սակայն երկաթուղին պետք է անցներ այն ճանապարհով, որը իսկապես անանցանելի էր թվում։ Դրա համար շատ բարդ է եղել երկաթուղին կառուցել, քանի որ ամռանը ջերմաստիճանն այստեղ հասնում էր 50 աստիճանի, շատ բարդ էր աշխատանքներն այստեղ իրականացնելը, իսկ ձմեռները լինում էին ջրհեղեղներ եւ մարդկանց այդքան չարչարանքները, այդ ամբողջ սարքած ճանապարհը սկսվում էր ուղղակիորեն փլուզվել։ Օրինակ հիմա ճանապարհին շատ թունելներ կտեսնենք, որ ուղղակի փլուզված է ջրհեղեղների պատճառով։ Իսկապես երբ իմացա, որ աշխարհի ամենամեծ կամուրջը լքված է, չեք պատկերացնի, թե հոգուս խորքում ոնց տխրեցի, որ ոնց կարան մարդիկ այդքան ջանք ու եռան թափեն։ 30 տարուց ավել սարքեն այս ճանապարհը, աշխարհի ամենամեծ փայտեմոստը, ու մեկ էլ հոպ այդ ամենը այս տեսք ունենա 21-րդ դարում։ Պատկերացնում եք, ընդամենը մի քանի տարի է այս ամեն ինչը գործել եւ 2000 թվականի ուժեղ փոթորիկի ու ջրհեղեղի արդյունքում տարածքը ուղղակի լքվել է։ Մենք հասանք հաջորդ թունելի մոտ, որը ինչպես տեսնում եք, հակակրկին։ Լավ էլի, աշկիս էլի թունելը շրջանցել է պետք։ Օրո, ցենս։ Ողենալու է։ Այս թունելը ժողովուրդ նույնիսկ կիսատ է թողած, այս մեկը սկի չեն հասցրել սարքեն։ Ինչու՞ եք հասցրել սարքեք։ Այսօրվա գործը վաղվան չեն թողում։ Խնդրեմ, ինչպես տեսնում եք, սարի վերևի հատվածը ոնց փորել են նույն ձևով էլ մնացել է։ Հավատա քեզ։ Վաու, օրո, ինչ լավն են մարդիկ, ժողովուրդ։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Մարդիկ ջուր են ստեղ դրել, հատուկ են մարդկանց համար, ում ջուրը ճանապարհի կեսից կարող է վերջանա։ Ես մեկ լուրջ ապշում եմ մարդկությունը ինչ բարի կարա գտնվի։ Փակ թունելը մնաց հետևում, սարը բարձրանալով շրջանցում ենք թունելը։ Խնդրում եմ մի հատ ընդեղ նայեք, 1, 2, 3 հատ գնացքի վագոն է ուղղակի ընկած ձորը։ Ես չգիտեմ ոնց է դա ներքևում հայտնվել, բայց ահա որ այս տեսարանը։ Ոտքերս գնալով հարվում այս ծնկների բանից։ Մենք էլ հեծանիվ չենք քշում, կարծում եմ ճիշտ կլինի սրանք հանեմ, նոր շարունակենք ճանապարհը։ Ծնկներիս էս հետևի հատվածը հարվել է։ Ահ, ոնց որ մի հատ մեծ բեր դուրս գար վերայիցս։ Հələ խնդրում եմ տարածքի կակտուսները նայեք, պատկերացնում եք, ստեղ հեծանիվով հիմա մենք քշենք։ Խնդրում եմ այս ճանապարհը նայեք, վերև ենք բարձրանում, կողքը ձորն է։ Բրավ մի արա, ո՞տ է սա կակտուս է։ Նոր չի մտել, այս կոշիկը սենց եմ առել, նոր դիզայնը։ Սա նոր դիզայնն է։ Թանկել փող եմ տվել։ Այն հատվածում ենք հեծանիվները թողել։ Ես որ պատկերացնում եմ այսքան ճանապարհը դեռ պետքա հետ գանք, այ դա դժվար է լինելու, այն շոկ ժամին է լինելու։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, ինչ սիրուն տեսարան բացվեց մեր առջև։ Վաու, այն հերվում տեսնում եմ մեր հաջորդ թունելը։ Այս թունելն էր, որ կիսասարքված էր, դրա համար այս սարը շրջանցեցինք այս կողմից։ Այս ինչ երկար տևեց։ Եկեք մի հատ մոտենանք թունելին, տեսնենք մոտիկից ինչ տեսք ունի։ Աստված իմ, մեգալոֆոբիա մոտս եղավ ռավ։ Ես որ երբեք մեգալոֆոբիա չէի զգացել, հիմա զգացի։ Այս ինչ ահռելի է։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ պատկերացնում ես մարդիկ սա սարքել են 1907 թվականին, ուղղակի ուղղակի չի գիտակցում ոնց է սա հաջողվել մարդկանց։ Ու մի հատ էլ փաստ ասեմ, որ այս 18 թունելները ամբողջովին ձեռքով է փորվել, քանի որ ստեղ ուղղակի անհնար էր ինչ-որ գործիքներ օգտագործել, այն էլ այդ թվերին։ Առաջարկում եմ շարժվենք առաջ։ Կիսա թողած աշխատանքներից հետերա մնացել ստեղ։ Այնքան ծանր ասում կես, որ հիմա միակ ինձ խանգարող բանը պայուսակս է։ Դրանց տեղ կհասնենք այսօր։ Այս ինչ տեղա ծաղիկ տնկելու ընդհանրապես, լավ։ Կարևորը տնկելն են, գալի մշակում են, ամեն օր ջրում են։ Ես էլ այս ծաղիկից կակտուսից վերսի տարայիմ հայացում տնկեցի, չեղավ, բայց կարևորը հետևում են, հետև գալի։ Չէ, դրան բան չեմ կարա ասեմ։ Հələ այս քարերի ծիունա շարած։ Մարդիկ իրանց ձեռով եկե այսեն շարել են։ Կարևորը խնամում են, ծաղկում է։
վերջապես մենք հասանք մեր հաջորդ թունելին։ Ժամառոտվա 10:29-ա մենք ուղիղ 6:40 սկսել ենք, այսինքն գրեթե 4 ժամա գալիս ենք, բայց դեռ ճանապարհի կեսից մի քիչ ավելն ենք եկել։ Գնացինք, մտնում ենք թունելի մեջ։ Իզուր չի էլի, որ այս վայրին մարդիկ անիծված տեղ են կոչում, որովհետև մի հատ պատկերացրեք, այսքան ահռելի աշխատանք անես եւ փոթորիկների պատճառով փլուզվի եւ աշխարհի ամենամեծ հայտե կամուրջը մնա լքված եւ ստանա անիծված անվանումը։ Ուղղակի ահա որ է։ Միացնում ենք ձեռքի լույսը, օրո։ Այսա ուրիշ, հիմա կարանք ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք։ Նա է դագաղի կառուցվածքը։ Ուր է ոնց որ դագաղ լինի։ Էլի փոքրիկ մոստ զգուշ։ Իդեպ այս ամբողջ ճանապարհը անօրինական է։ Դա նշանակում է, որ չի թույլատրվում ստեղ մուտք գործել, այսինքն մենք հիմա մեր կյանքը դերել ենք ռիսկի տակ հանուն կոնտենտի։ Որ մարդես բռնվեցինք, հեչ լավ չի լինելու մեր վերջը։ Ընդհանրապես Ամերիկայում անթույլատրելի տեղը երբ մտնում ես, եթե բռնեն քեզ սպասում է 6 ամիս ազատազրկում եւ $1000 տուգանք։ Որը ծայրը չի երևում, աստված իմ։ Ուր է ծայրը թունելի ռավ։ Այնտեղ գնալով թեքվում է թունելը։ Սա դեռևս ամենամեծ թունելն էր, որը մտել ենք։ Պատկերացնում եք, ընդամենը 26 տարի առաջ այս թունելը գործում էր, 2000 թվականին ուժեղ փոթորիկի արդյունքում լքված է դառել, քարերն այ ողկվում ընկնում է։ Շատ վտանգավոր բան ենք հիմա անում, գիտես չէ։ Պատկերացնում ես այս հսկայական սարի բեռը այս թունելի գլխին է հիմա։ Մանավանդ որ շինարարությունը կիսատ են թողել, լուզվելու հավանականությունը շատ մեծ է։ Խնդրում եմ ստեղ նայեք, ամեն ինչ շատ կիսատ է թողած։ Ասենք թե թունելը գործեր, մարդիկ ինչ գարանտիա avեն այս պատերը այսպես բաց թողում։ Դա եմ ասում, վերջնական ավարտած չի։ Օրինակ նայ, այստեղ դիմացը պատը բաց են թողել, ու այս հսկայական քարի կտորը վերևից պոկվել ու ընկել է։ Այսինքն հիմա եթե սա գործեր, իրանք պարտավոր էին մինչև վերջ սարքեին։ Բայց դա ինչպես տեսնում ես, կիսատ թողած վիճակ է։ Նայ, այստեղ փագ է օրինակ։ Վերջապես մենք հասանք թունելի վերջին։ Շարունակում ենք ճանապարհը։ Մի անգամից այնտեղ տեսնում եմ մյուս թունելը։ Հաջորդ թունելի առջև ենք, այս մեկը բավականին կարճ է։ Մեջքի ցավին իսկապես էլ չեմ դիմանում։ Ես եմ այդ այս թունելից դուրս գանք, բացենք պայուսակը, տեսնենք ինչ ենք կարողանում ներսից ուտել։ Մի քիչ թեթևանա, որովհետև այս տեմպերով ես էլ չեմ ձգի, մենք դեռ հետ քայլել ունենք։ Վերջապես մենք հաջորդ թունելի մոտ ենք։ Օցա, օրո։ Օցի ձեներ, այն պոչի ձեներ օցի։ Չգիտեմ ինչքանով եմ կարողանում փոխանցել իմ էմոցիաները ու ինչքանով եք հիմա դուք հասկանում թե ինչ եմ ես ապրում, բայց սա երբևիցե իմ նկարած ֆիզիկապես ամենաբարդ վիդեոն է։ Արևը մի կողմից, մեջքիս էս բեռը մի կողմից։ Բայց մենք այստեղ ենք, հետ դարձի ճանապարհ չկա, պետքա վստահ քայլերով շարժվենք առաջ։ Արդեն լուրջ հաշիվս կորցրել եմ որորդ թունելն ենք մտել, բայց դու կարող ես հաշվել մեկնաբանությունների բաժնում եւ վերջում գրես թե ընդհանուր թվով քանի թունել մտանք։ Տեսնենք թե ով ձեզանից ավելի ուշադիր կհաշվի։ Այս թունելից էլ ավարտեցինք։ Այնքան շատ եմ այսօր մողես տեսել, աջ ու ձախ մողեսներ։ Հասանք հաջորդ թունելին։ Այ վերջապես, ժողովուրդ, ստեղ ինչպես կարող եք տեսնել, թունելների մուտքի մոտ ինչ որ թվեր է գրած։ Սա թվով 13-րդ թունելն է։ Չգիտեմ ինչի հետ է պայմանավորված թվով 13-ը, բայց տարօրինակ է, մենք 13-ա թունել չենք մտել։ Ստեղից էլ ավարտեցինք։ Ռաֆայել հպարտ եմ մեզանով։ Խզարում ենք, արա։ Ֆիզիկապես մեր ամենաբարդ վիդեոն իդեալական կատարում ենք մենք հիմա։ Այո, եւ այո։ Աստված իմ, ես ինչ երկար թունելի հասանք։ Սա դեռևս ամենաերկար թունելն է, որը մուտք են գործելու։ Հələ խնդրում եմ վերջը նայեք որտեղ է գտնվում։ Որ այս ինչ ահռելի է։ Ես որ կպրծնենք այս թունելից, խնդրում եմ մի հատ ծերը նայեք։ Տարօրինակ վառելիքի հոտ է գալիս։ Օրա, Ռաֆո նայ մինչև ստեղ սարքած է, բայց ստեղից հետո նայ քար ու քանդ վիճակ է, նայ սաղ քար է։ Այստեղ արդեն վտանգավոր է գնալը։ Սաղ կողքերը պոկված քարեր է։ Լուրջ ուղեղս չի կարող պատկերացնի ոնց են կարողացել այս ամեն ինչը լքել ու չշարունակել։ Պատկերացնում եք քանի միլիոններ է ստեղ ծախսած։ Կամ լավ ի սկզբանե եթե վստահ չէին որ այս բարդ անանցանելի սարերի մեջ չեն կարողանալու սարքեն, ապա էլ ինչի համար են սկսել ստեղ երթուղի սարքելը։ Այս թունելի ամենամեծ պլյուսներից մեկն այն է, որ ամբողջովին չոր կլիմայով վայրում է գտնվում։ Դեմար ինչպես կարող եք տեսնել, ընդհանրապես ոչ մի ջուր չկա գետնին, այլապես հիմա վերևից պետքա ջուր կաթար, ինչպես իմացել ես թունելների 99% դեպքերում է եղել։
Վերջապես դուրս եկանք ամենաերկար թունելի միջից։ Հուսով եմ սա էր ամենաերկար ու սրանից երկար էլ չի լինի։ Եթե ունես մթությունից վախ ու ունես կլաուստրոֆոբիա ու մեգալոֆոբիա, այդ 3 վախերը միասին, ապա ստեղ ուղղակի անհնար կլինի մտնելը։ Ուրեմն թունելից դուրս եկանք, միանգամից այս կողմում կարող եք տեսնել եւս մի հատ թունել, բայց երևի հիմա բոլորդ մտածում եք ինչի է, չէ՞, այս թունելը աջ կողմի վրա, այլ ոչ գնացքի ճանապարհի վրա։ Այդ ոնց է գնացքը այն կողմ գնացել, եթե գնացքի գիծը ձախ կողմով է։ Սա ունի շատ հետաքրքիր պատմություն։ Ուրեմն առաջ ամենաառաջին ճանապարհը, երբ 1907 թվականին սկսեցին սարքել, աջ կողմով էր պլանավորված սարքել։ Մի խոսքով սարքում են ամբողջ ճանապարհը եւ կրկին լինում է փոթորիկ եւ մնացած այդ մոստերը մնում են սարի տակ։ Այդտենց ամբողջ սարը քանդվում է իրենց կառուցած թունելների վրա։ Եվ պետությունը որոշում է կայացնում, որ պետք է ավելի բարդ ճանապարհի վրա, սարքի ճանապարհ, եւ արդյունքում էլ կառուցվում է աշխարհի ամենամեծ փայտե կամուրջը, որը երբևէ կառուցվել է մարդու ձեռքով։ Ժողովուրդ, ես իսկապես չգիտեմ ինչ եմ ապրելու եւ տեսնեմ այդ փայտե կամուրջը, քանի որ հիմա մենակ ես ու Ռաֆոն գիտենք, թե ինչ դժվար ճանապարհ ենք կտրելու անցել, որ հասնենք այդ կամուրջին։ Գնացինք, շարժվում ենք։ Եվս մի հատ թունելի հասանք, որն ինչպես տեսնում եք, բավականին կարճ է։ Օրա չեմ հավատում, հասանք։ Աստված իմ, օրա տեսնում եմ հեռվում կամուրջը։ Օրա հավատս չի գալիս։ Վերջապես, խնդրում եմ մի հատ մեծությունը նայեք։ Չեք պատկերացնի հիմա ես ինչ եմ զգում։ Ուղիղ 5.5 ժամ քայլելուց հետո մեր առջև գտնվում է աշխարհի ամենամեծ փայտե մոստը, որը երբևէ մարդը իր ձեռքով պատրաստել է։ Կամուրջը այնքան պինդ է, որ իր վրայով պատկերացնում եք գնացք անցել։ Այս կողմից դեռ այդքան էլ տեսանելի չի, թե ինչ գեղեցիկ է ու ինչ ապշելու է, ոնց է մարդը կարողացել 1900-ականների սկզբերին պատրաստի նման հրաշք։ Ժողովուրդ, իսկ բարձրությունը պատրաստեք համարյա 2 ֆուտբոլի դաշտի չափ 180 մետր բարձրություն ունի այս կամուրջը։ Առաջարկում եմ արդեն քայլենք կամուրջի վրայով եւ գնանք կամուրջի մյուս հատվածը, որտեղից ավելի գեղեցիկ տեսարան է բացվելու։ Մեզ իսկապես թվում էր սա շատ անհասանելի բան է մեր համար, որ մենք օրերից մի օր կգանք ու կհասնենք ստեղ, բայց Ռաֆ վերջապես այս օրը եկել է։ Լուրջ հավատս չի գալիս։ Եվ 17 տարեկան կարող էին 4 տարի առաջ ասեին դու հայտնվելու ես ստեղ, լուրջ չի հավատա, որտեվ իսկապես անանցանելի էր թվում այս ճանապարհը։ Հնարավորինս զգույշ փորձում ենք անցնել կամուրջը։ Աստված իմ, էս ինչ բարձր։ Արա գլուխս ֆռած, լուրջ եմ ասում, բարձրությունից գլուխս ֆռած։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Ու դեռ կամուրջի սկիզբն է, հեսա մեջտեղները ահա որ է լինելու։ Բարձրության ֆոբիաս եմ հաղթահարում։ Ահա որ բարձր ենք։ Օրա լավ էս ինչ է։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Ու սա դեռ ամենաբարձր հատվածը չի։ Մենք արեցինք սա։ Հավատս չի գալի։ Ուղղակի շշմելու է։ Օրո, շատ բարձր է։ Քո կողմը ավելի վախենալու է, Ռաֆ։ Հələ բարձրությունը խնդրում եմ զգացեք։ Արի այն մյուս կողմով գնանք։ Լուրջ վախում եմ անցնելուց։ Բան չմնաց, համարյա հատել ենք կամուրջը։ Ժողովուրդ, երջանիկ եմ, հələ դեմքս խնդրում եմ, դուք չեք պատկերացնի սա իմ համար ինչ երազանք էր ստեղ հայտնվելը։ Ես երբեք բարձրությունից սենց չէի սարսափել։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Ուղղակի հսկայական է։ Բան չմնաց, հասնում ենք։ Առաջի անգամ եմ այս տեսարանը տեսնելու։ 3, 2, 1։ Օրա էս ինչ է, Աստված իմ։ Տեսախցիկը ուղղակի չի փոխանցում այն ամենը, ինչի հիմա իմ աչքերն են տեսնում։ Հրաշք է ուղղակի սա։ Երբ դեռ տեխնիկան զարգացած չի եղել, մարդիկ ձեռքով սարքել են այսպես հսկայական կամուրջ փայտը։ Ասեմ քեզ բարդ բան չկա։ Փետերը դնում ես, մեղում ես սովորական խաչուղ, մոստա դառնում։ Այսինքն բարդ բան չկա, Ռավ, ինչ ես խոսում հիմա դու։ Ես հիմա աշխատում եմ տենց մի պրոյեկտի վրա։ Մեր տանից ձեր տուն փետերից մոստ եմ սարքում։ Անկեղծ։ Հա։ Այ արա ինչքան է ես բան սպասել։ Ուզում եմ գոռամ բարձր, արի գոռանք Ռաֆ։ Օրա ցենս տեսար մինչև որ գնաց։ Գնաց ցենը։ Լսեցիր բայց։ Լուրջ եմ ասում, չգիտեմ ոնց տպավորություններովս հիմա ձեր հետ կիսվեմ։ Միակ բանը, որ ցանկանում եմ ասել, երբեք մի հանձնվիր այս կյանքում։ Եթե ունես նպատակ, եթե ցանկանում ես մի բանի հասնել, եթե ցանկանում ես մի բան անել, եթե ուզում ես միտեղ գնալ, միշտ հավատա քեզ, հավատա քո երազանքներին, քո նպատակներին։ Ժողովուրդ, իսկապես այդ արտահայտությունը շատ ասելիք ունի ու շատ է օգնում կյանքում։ Եթե չլիներ հավատա քեզ կարգախոսը, չլինեիք դուք, չլիներ այս ամենը, ես դժվար հիմա կանգնած լինեի այստեղ։ Դրա համար
ուզում եմ, որ դու էլ առաջնորդվես հավատա քեզ կարգախոսով ու իմանաս, որ այս կյանքում անհնարին ու անանցանելի ոչինչ չկա։ Հարկավոր է ուղղակի մի փոքր ցանկություն եւ պետքա ճանապարհի կեսից հետ չկանգնել ու չհանձնվել։ Եկավ իմ ամենասպասված պահը, հավատա քեզ լոգոն, պետքա փակցնենք ու մեր հետևից հետք թողենք աշխարհի ամենամեծ փայտե կամուրջի մոտ։ Ինչպես կարող եք տեսնել, հենց փայտե կամուրջի կողքին լքված վագոն կա։ Ցանկանում եմ հենց այս վագոնի վրա էլ կպցնել։ Թե չէ որ փայտի վրա կպցնենք մի քանի օրից կփոկվի։ Գնացինք։ Հավատս չի գալիս։ Մենք սա արեցինք, վերջում էլ մեր հետքը թողեցինք շատ մոտիվացնող խոսքով։ Հավատա քեզ ու անհնարին ոչինչ չկա։ Կամուրջի մոտից քայլելով մի քիչ եկա այս կողմ ու ինչպես տեսնում եք, այստեղ նույնպես այդ փլված թունելներից կա։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ կարգի փոթորիկ ա եղել, որ մոստերը ուղղակի մնացել են սարի տակ։ Մի փոքր քայլեցինք, հեռացանք ու խնդրում եմ մի հատ ստեղից նայեք ինչ տեսարան է։ Ինձ թվում է լավագույն կամուրջի տեսարանը հենց այս տեղից է։ Ուղղակի հրաշք։ Լուրջ եմ ասում, ժամանակ լիներ կմնայի ժամերով կնայի այս կամուրջին, որովհետև իսկապես երբ նայում ես ու գիտակցում ես թե ինչքան ջանք ու եռանդ է գնացել սա կառուցելու համար, հավատը չի գալիս ու ուզում ես անverջ նայել։ Բայց մենք անverջ նայելու ժամանակ չունենք, 5.5 ժամ ճանապարհ ենք եկել, արդեն պետքա սկսենք ուղիղ 5.5 ժամ հետ գնալ։ Գնացինք, Աստված մեր հետ։ Հիմա այլի ոտքս պետքա դնեմ այս հին կամրջի վրա, զգուշ մենակ։ Ոստված իմ, այս ինչ տեսարան է։ Գնացինք, ժամանակ չկա կանգնելու էլ։ Հետ գնալը ավելի բարդ է, քանի որ ոտքերս ահա որ հոգնել է ու ամեն վայրկյան մտածում եմ հանկարծ ոտքս չմնա այս արանքը կամ մի բան չկոտրվի ու չընկնեմ։ Բրավ, ինչքան կարա զգուշ։ Բան չմնաց, հավատս չի գալիս, համարյա անցնում ենք։ Հասանք։ Դեռ ընդամենը մոստն ենք հետ անցել, ինչքան որ եկել ենք, նույն ձև պետքա հետ գնանք։ Մի փոքր կիսվեմ իմ ապրումներով, ոտքերից տակ վառվում է ուժեղ, քանի որ հողը շատ տաք է։ Մենք իսկապես չենք ձգում, նստել ենք թունելի մոտ ու մի հատ շունչ ենք քաշում, ուզում ենք մի հատ գիտակցենք նոր ինչ կատարվեց, ինչքան ճանապարհ գնացինք ու 2 րոպեից նոր շարունակենք ճանապարհը։ Բայց այլ նստել չի լինելու, որովհետև ժամանակ չկա։ Հելանք։ Ինչ կլինի, եթե ասեմ ես չեմ գալիս տեմ։ Չէ, հելանք ժամանակ չկա։ Բայց ինչ կլինի։ Ես չեմ գալիս տեմ։ Դե ես չեմ գա։ Ո՞վ այլն է ամենակով։ Գտեք լավ ընկերներ կողքին։ Այսպես հարազատ, ճիշտ ասում։ Լավ ընկեր լինելը դա շատ բարդ բան է։ Ընկերությունը լավ ընկեր լինելը դա բալանսի մեջ է, հենց որ սիրելի հետևորդներ, ձեր ընկերների համար լավ ընկեր եղեք։ Եվ մի սպասեք, որ դիմացին լինի լավ ընկեր, եղեք լավ ընկեր եւ դիմացինը կլինի լավ ընկեր։ Եվ դիմացին օրինակ կվերցնի ձեզանից։ Մենակ ես տենց էի անում։ Всё, նստել չկա արդեն։ Հել։ Բարերն իսկապես չի հերիքում նկարագրելու համար, թե ինչ էի զգում հետ դարձի ճանապարհին։ Արևի ճառագայթները, ոտքերից ցավն ու մեջքից ցավը ավելի էր բարդացնում առաջ շարժվելը։ Եվ ուղեղումս արդեն պլաններ էի մշակում, թե ինչ եմ անելու, եթե մեզ չհաջողվի մինչև մութն ընկնելը հետ հասնել։ Միլիոն անգամ բարդ էր հոգեպես եւ ֆիզիկապես հետադարձի ճանապարհը, քան ես էի պատկերացնում։ Բրավ, ոնց է տրամադրությունդ։ Հիանալի։ Ուղիղ 1 ժամը արդեն հետ ենք քայլում։ Ամեն ինչ նորմալ է, միակ վատ բանը այն է, որ այս տեսախցիկը էլ չի նկարում, քանի որ ամենավերջին մարդկոցը նստեց, որ այս ինչ շոկ է։ Այդ ինչ առավ։ Ջրային պիստոլետ է։ Այդ ինչ ես անում։ Որ շոկ է։ Հա։ Ասենց անթադ բզացնում եմ վրաս, որ հավ լինի։ Հələ դու այդ ջրով պիստոլետը։ Ջրով պիստոլետի ջուրը բրծել է։ Հələ դու այդ ջրով պիստոլետը։ Ջրով պիստոլետի ջուրը բրծել է։ Հələ դու այդ ջրով։ Ասում եմ ջրով պիստոլետի ջուրը բրծել է։ Հասկանալի չէր։ Իրական զենք է։ Կարող է գիտես ցիրկա քո համար։ Այո, մեր այդ նավսյակի զենք ենք վերցրել, որտեղ չես իմանա թե ինչ կլիներ, ինչ կենդանի օրինակ կհարցակվեր վերև։ Ամբողջովին ամայի տարածքում ենք գտնվում, անօգնական վիճակում ենք շահում։ Րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան ոտքերից եւ մեջքից ցավն ավելի էր շատանում եւ անկախ ինձանից սկսում էի դանդաղել ու հույսս կորցնում էի, որ այսքան երկար ճանապարհը մեզ այսօր հաջողվելու է անցնել։ Ժամն արդեն 3:41 է, գրեթե 3 ժամը հետ ենք գնում։ Հասանք այն վառված գնացքի վագոններին, ու այս գնացքի վագոններից հետո արդեն հիշում եմ մոտավորապես առողջություն, ապրես։ Ու արդեն հիշում եմ, որ հեծանիվներին հասնելուն բան չմնաց։ Ընդհանրապես չեմ նկարել ինչա կատարվել այս ընթացքում, բայց ուժեղ մեջքի ցավերա մոտս անդադ հանում եմ պայուսակը, մի հատ մեջքս այսպես լավ ձգում եմ, նորից էլի պայուսակը հագնում եմ։
ուժասպառ եմ եղել արդեն, բայց տարբերակ էլ չունեմ։ Փորձում ենք շատ չնկարել, որտեղ շատ է մեզանից էներգիա տանում ամեն անգամ տեսախցիկը ձեռքերներումս քայլելը։ Դրա համար փորձում ենք ուղղակի հնարավորինս արագ հետ շարժվել, որ գոնե մինչև մութը ընկնելը հետ հասնենք։ Այն հեռվում արդեն երկար թունելն է։ Հենց հասնենք հեծանիվների մոտ կմիանամ։ Երջանկացանք, որ մոտնես քնձոր կար, որը փրկություններ։ Հերանիմների տեղը։ Հա, հասանք, այս քարի հետևն է։ Դուզեց, ոնց եմ վայելում։ Ինձ ասեմ կյանքից ամենահամով քնձորներ, չէ՞։ Ես որ քնձորներ վաստակած են, որ վաստակել ես քրտինքով։ Գնացինք։ Այո, ինձ թվում էր, որ վերջապես հեծանիվով ենք եւ ճանապարհն ավելի է հեշտանալու ու ավելի արագ ենք հետ հասնելու, բայց ես սխալվում էի։ Հեծանիվով ճանապարհը շարունակելը 10 անգամ ավելի բարդացրեց ընթացքը, քանի որ մեր հոգնածությունն այնքան շատ էր, որ հեծանիվն այդ պահին ուղակի ավել բեռ էր մեզ համար։ Մյուս ամենամեծ սխալը, որ ես ու Ռաֆոն թույլ էինք տվել, դա մեզ հետ քիչ քանակությամբ ջուր վերցնելն էր։ Փաստորեն գոնե ամեն մեկից 4 լիտր ջուր էր հարկավոր, այլ ոչ թե 3։ Այո, մեր ջուրը վերջացել էր եւ այդ շոկ եղանակի պատճառով մենք ջրազրկվել էինք։ Ինչի պատճառով էլ շուրթերը չորացել եւ արյուն էր գալիս։ Ջրազրկման պատճառով աչքերս չնկատեցին կամուրջի կոտրված հատվածը եւ ընդամենը աննշան ազգուշություն կամ թույլ դիմացկունություն եւ ես շատ հանգիստ կարող էի ընկնել ձորը եւ այս ամենը շատ վատ ավարտ ունենար։ Բայց Աստված մեզ հետ էր։ Եվ ես չգիտեմ ինչեր աչքով, բայց մեզ հաջողվեց անփորձանք հետ հասնելը ուղիղ 6 ժամում։ Ընդհանուր թվով 12 ժամ գնալն ու հետ դառնալը միասին։ Հավատը չի գալի։ Սաղ ակումուլյատորները նստել է, հենց նոր հասանք մեքենայի մոտ։ Արա, էս ինչ է, Ռաֆո։ Էս ինչ ենք մենք արել հենց նոր։ Հավատը չի գալիս, որ մենք սա արեցինք։ Մի խոսքով մի հատ շունչ քաշենք կմիանանք։ Ուղիղ 12 ժամ, էս ինչ էր։ Բայց կյանքի ու մահվան հարց էր արդեն դառը։ Հիմա չեմ կարողանում էմոցիաներով լավ կիսվեմ, բայց հեչ լավ ինչ չեմ զգում ու շոտ կմիանամ ձեզ։ Այնքան հոգնած ու ուժասպառ էի, որ այդպես էլ չկարողացա տեսախցիկը այնտեղից միացնել եւ կիսվել էմոցիաներովս։ Ինձ թվում է ավել բարեր ու ավել տողեր անիմաստ կլինի հիմա ձեզ ասելը, դուք ինքներդ տեսաք, թե մեր կյանքը ինչպես ես ու Ռաֆոն վտանգի տակ դրեցինք հանուն թեժ կոնտենտի ու հանուն ձեզ։ Այս ամբողջ բարդ ու անանցանելի ճանապարհը, որը հենց նոր դու նայում էիր, նկարահանվել էր ուղիղ 1 ամիս առաջ եւ մինչ այսօր ես չեմ կարողանում բառերով նկարագրել, թե ինչ եմ ապրել այդ 12 ժամվա ընթացքում։ Կարելի ասել, որ ես ու Ռաֆոն կրկին վերածնվել ենք։ Փառք Աստծո, եթե հիմա դու դիտում ես այս վիդեոն, մենք ողջ ու առողջ ենք։ Շնորհակալ եմ, որ մինչև այստեղ նայեցիր վիդեոն, չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, հետագա ավելի թեժ վիդեոները բաց չթողնելու համար։ 1 միլիոնին բան չմնաց։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։